Սաղի հերը Յանդեքսին են մնաց։ Ոչ մի բառ չխոսա, բոլորի համար արել։ Կարող եմ իրանց հերերը մեզ ասում են համբալներ ապա, ինչ եք ուզում։ Համբալը իրանց հերն է։ Յանդեքսը թող մի քիչ ախորժակը համբալենք ուրեմն համբալենք։ Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ապրել ուզում։ Ասպեք ժողովուրդ, այս բոլորը ժողովուրդ են։ 80% ունի Յանդեքս ծրագիր, որը որ պետական համակարգի աշխատող է, համոզված եմ, որ ունի ծրագիր աշխատանքից հետո ինքը մտնումակից քշում է։ Ես ասեմ, թող ստատիստիկա մշակեն 200-250 հազար դրամից վերև, ովքեր որ ամեն ամիս ստաբիլ եկամուտ են ցույց տալիս, մարդկանց գրանցեն այդ սոց փաթեթներից օգտվել, հարկել բանկերից ամենից։ Ես ամիսը 70-ից 100 հազար դրամ մոտավորապես հարկ եմ ուծում, բայց ոչ միտեղ հարկատու չեմ։ Ոչ միտեղ։ Վարորդների կեսը բարձով են մնում։ Ուզում են, այդան հիպոթեկայով տուն վեկալեն, քիչ են կարող վեկալեն։ 5% ամեն ամիս տուրք ենք մուծում պետությանը։ Բա պետությունը ինչ անում մեր համար։ Ոչ մի բան։ Առաջնայինը Գարի ջան, առաջնայինը մեր տոկոսներից հազրացում, երկրորդը չգիտեմ, եսի մասը ստատիստիկան թող աշխատեն դրա վրա, դա բարդ process է, չգիտեմ ինչքանով է ռեալ։ Երրորդը Յանդեքսը անպայման ունենա ստեղ գրասենյակ, որ մենք հարցեր ունենանք, ուղենք Յանդեքսին ու պատասխանները ստանանք։ Ունեին, գրասենյակ ունեին։ Վախեցակ փակիկ պարունակ Յանդեքսի, չգիտեմ ներկայացուցիչ։ Բոլոր on-line տաքսի ծառայությունները կա, բայց ինքը իրականում ոչ մի բան չի անում։ Ես չգիտեմ, ինքը մեր տոկոսներից գումար ստանում է, բայց անիմաստ տեղ է։ Որտեղ է, չգիտենք։ Բայց ինքը ոչ մի հարց չեն լուծում։ Ստեղ ձորում կար։ Փակեցին, բա թող կան, հրավիրեն, այսքան մարդիկ եկել են։ Ջիջին 26% է։ Քիակ ջիջին 26%։ Հարկումների մասին եք խոսում։ Տոկոսներից եմ խոսում, որ այսօր Յանդեքսը 18% է, ճիշտ է, ասենք տաքսոպարկը, չէ, տաքսոպարկը հանում է 16.5 է, 16.5 Յանդեքսն է, ջիջին 26%-ը, 10%-ով ավել։ Բոլոր on-line ջիջի 5%-ը հանի։ Յանդեքս չկա, էսի ջիջին անը հիմա գլոբալ կարևոր հարցեր են։ 20%-ն էլ ջիջին է։ Այսինքն ջիջին ավելի բարձր է, չէ՞ տոկոսը Յանդեքսից։ Ծրագիրը ամիսը մեկ զարմացնում են, այս ես խճճել են, դու չես կարում նայես, ինչ ես աշխատել, որտեղ ինչ տոկոս, էդի պետքա բարդ ֆիզիկա, մաթեմատիկական գիտելիքներ ունենաս, որ կարողանաս այդ ամեն ինչը հաշվարկ անես։ Ասենք 1000 դրամ անոց պատվերի անում ես, մնում է 739 դրամ, դե դուք հաշվեք ինչքան է տոկոսը պահում։ 25 չի ու ավել է։ Լավ, այսօր ստորագրի հավաք եք իրականացնում, սրանով ընդառաջ կգան դեր պահանջին ինչ եք կարում, ինչ կլինի։ Դե հուսով ենք կգանք, հուսով ենք պատկան մարմինները ուշադրություն կդարձնեն։ Եթե չկան, մենք բողոքի ակցիաներ են կազմակերպելու, արդեն ստե չէ։ Չենք, ասում եմ, արդեն 80-70 կառավարության շենքի մոտ Յանդեքս է վարում։ Ժողովուրդ ջան, մենք էլ ենք մարդ։ Ասենք ոնց եք պատկերացնում, 16-17-18 ժամ մարդը ղեկին լինի, ինքը ոնց կարա նորմալ, ադեկվատ մարդ լինի։ Այսինքն ինքը աշխատում է, որ հավելյալ մի 2-3 հազար դրամ էլ տուն տանի իր ընտանիքի հարցերը։ Ցանումները, փոսերը ամեն դեպքում սա ձեր աշխատանքային պայմաններին առնչվող թեմաներ են, խոչընդոտ հանդիսանում են։ Դե բնական է, ոնց կարա ասենք, մեկ իմ մեքենա ես 10 օր առաջ Պագրիշկայում տրակացել, երկրորդը պրակուլայել է, զանգել եմ քաղաքապետարան, ասում եմ մենք կգրանցենք ձեր հետ կապնվենք։ Չեմ էլ սպասում, ոչ մեկ էլ չի կապնվել, չեմ էլ սպասում։ Ասենք ապացույցներ կա կարամ ցույց տամ, բայց անիմաստ է։ Գոնե մեզ մի քիչ ընդառաջ գնան, լծակներ ստեղծեն պետականորեն, պետությունը, մենք չենք կարա Յանդեքսին Մոսկվայում լծակ անենք։ Պետությունը լծակներ ստեղծի, ասի ընկեր ջան, էսի Մոսկվան չի, էս Երևանը դարձել է եսի ինչ, ես չգիտեմ ինչ քաղաք է, միլիարդատերներ են։ Մարդիկ կոպեկներով Յանդեքս են քշում, ավտոները ջարդում են, ստիպած գնում վարկով մեքենա են վերցնում, ու այդ մարդը վերջացավ, էլ հանգիստ քուն դադար չունի։ 16-17-18 ժամ պետք է աշխատի, որ մի կերպ ծերեցերին հասնի, կանա մի բան անի։ Այնքան բանկա սրա տակ ապրել։ Հակել են, մենք ենք քաշում։ Ցույց է տալի գինը 1000, ասես մտեմ քշեմ, մտնում ես 400-ով, պատերը կապવા վզիտ, ասում է փորձի չվեկալես, մտ կլուկն է ձերը, մա դեմից պատիժն է գալի, հետո պատվերա։ Կամ 2000-ով տալիս է ավարտ 1000 ինչ է լինում։ Ինչ է, քորիկ ջան, մտ
քշեք, մի վերցրեք կտելակ ինչա լինում։ Միջև 8 ժամը լոգում է։ Արկելափակում են 6 ժամով։ Ռեյտինգը գցում են։ 6 ժամով արկելափակում են։ Անհիմն տեղը մարդկանց Մի քանի օգու բլոկ են Ինքն է դու չես։ Քո երկրում ինքն է որոշում ով աշխատի ով չէ։ Դու ով ես արա։ Ինչի եկեք ձեր հետ խոսում եք չէ բարձի հասկանում։ 10 րոպե պետք է սպասես երկրորդ շարք։ Եթե չէ ինքը հանում ակտիվությունը, քեզի բլոկավորում է։ Ինչի համար։ Ոչ մի բան չի լինելու։ Ասենք 10 րոպե ես ում հաշվին պետք է սպասեմ, դու գանվեմ, դու ոչ մեկ որոշի բանի տեղ չդնի մեզի։ Պետության Որ ես հիմա պրավից զրկվեմ։ Ինձի պետությունը վերականգնի պրավեն, բայց Yandex-ն է ստիպում, ասում է պետք է սպասես։ Եթե չես ուզում մի քշի։ Հանջատում է, ասում է մի քշի։ Ապե տարի 2 ամիսա տեսա։ Նեցեք կարծում եք, որ ստորագրահավաքը արդյունք չի տալու, այլն։ Իսկ սկսել են խապել այդ վախցանից տենց եմ անում։ Այլընտրանքային տարբերակը ես արդեն ասեցի կառավարության շենքի դեմը բողոքի ակցիա։ Ինձ թվում է քաղաքակիրթ երկրում ստորագրահավաքը որպես փաստ օգուտ կտա։ Այսի ձեր հարցի պատասխան։ Իսկ եթե օգուտ չտա, դա արդեն թող իրանք մտածեն, մենք մտածելու ոչինչ չունենք։ Իսկ երկիրը քաղաքական Իհարկե, այո։ Խի չէ որ։ Ումից ենք պակաս։ Ուղղակի ուզում ենք բարելավի։ Մասիկ մենք ենք, դուք եք։ Ո՞ց կարող քաղաքացիական չլինի։ Չէ, դրա մասին է խոսք։ Այդ ուրեմն երկրի Ուղղակի այս խնդրի առումով շատ բորբոքումը կա այն բանի համար, որ իրականից այս on-line հարթակը շատ է խափում մեզ, բայց հերիք ու բոլ եղավ, իշքան լռենք, իշքան ասենք չէ, ասենք լավ կդզվի, բայց քանի գնում, ամեն ինչը թանկացել է, ամեն ինչ, ինչից այս միկրոֆոնն էլ ընդհուպ թանկացել է, այս գուբկեն թանկացել է, դուք են ժամանակ սակարնեք 300 դրամով, հիմա 3000 դրամով, բայց Yandex-ի ու մնացածի տարիֆները մնացել են նույնը, 4 հոգով նստում են, զակազ են տալիս, պատվիրում են, 4 հոգով նստում են, տաքսին գնում են, համարվում է դա ավտոբուսի երթուղի, ավտոբուսի գումարն ավելի բարձր է, քան տաքսունը, Իրանք ասեմ ծիծաղալու չի դա, ավտոբուսները Yandex-ի հետ համագործակցում են,